Բարի օր ձեզ, իմ լավ հետևորդներ ջան։ Հարգելիներս, կրկին գնումների եմ գնացել, նոր եմ տուն վերադարձել, բանջարեղեն եմ գնել տան համար, վերցրել եմ սմբուկ, պղպեղ, ուզում եմ ժարի տանեմ ու դնեմ սառնարանը սմբուկները։ Սոխ եմ վերցրել, սոխ չուտող ենք, հələ նայեք, տեսեք ինչքան սոխ եմ առել։ Ու սենց փոքր եմ առել, որ սենց փոքր օգտագործեմ։ Շատ հարմար է ինձի օգտագործելու համար, ժողովուրդ ջան, հələ նայեք։ Սոխ չենք ուտում, բայց շատ սոխ եմ վերցրել։ Վերցրել եմ թարմ կանանչի, 2 կապ կանանչի եմ վերցրել, կանանչիները տարբեր խանութներից վերցրեցի։ Վերցրել եմ կանանչ լոբի, այս տեսակ լոբից եմ վերցրել, այս կանանչ լեն, լոբիներն լայն, նայեք, սրանք էլ են համով։ Այստեղ էլ հա, բազուկա, գազարա, ժողովուրդ ջան, փունչոզա եմ վերցրել, աղցան պատրաստեմ, վերցրել եմ նորից մեկ պաշտա մակարոն, սա էլ ուզում եմ պանիրով պատրաստեմ, պանիրով սոուսի մեջ պատրաստեմ այս մակարոնը և գորավանի թթվասերն եմ վերցրել։ Հա, այստեղ մի հատ էլ շամպուն է։ Այսքանը հարգելիներս, այսքան գնումներ եմ արել։ Հա, ու մեկ էլ վերցրել եմ կաղամբ, 100 դրամ էր, լավ էժանացել է կաղամբը։ 3 հատ կաղամբ եմ վերցրել, մեկը կպահեմ տոլմա կփաթաթեմ, այս երկուսն էլ թթու կդնեմ։ Հիմա այս բոլորը տեղավորեմ իրենց տեղերը, ժողովուրդ ջան, ու տեսնեմ ինչ եմ պատրաստում։ Սմբուկն ու պղպեղն եմ լվանում, որ ժարի տանեմ, հիմա առաջինը անցել այս գործի, հոսող ջրի լավ լվանամ, որ մաքրվի, սմբուկները բոլորը ցեխոտ են։ Ժարիտ եմ անում սառցարանի համար, հարգելի հետևորդներ ջան, առաջին անգամ չեմ դնում սառցարան, միշտ եմ այս պատրաստել եմ ամաններով դրել եմ սառցարան, պղպեղն ու սմբուկը դար հետ միասին։ Սկուտերի վրա կտրեմ, հետո աղ կանեմ, մի փոքր, հետո նոր արդեն կտապակեմ։ Կեղևը այնքան փափուկ է, դրա համար կեղևը չեմ հեռացնում, հենց կեղևով է հանում ժարիտը։ Ժարիտ իմ անբայադի է, որ պատրաստում եմ սառցարանի համար, կեղևով եմ անում, ես կեղևը չեմ հեռացնում։ Էլերիս էլ թառի է պատրաստվում է, գնա թառի։ Հիմա կմնամ մենակ էլի, հարգելի հետևորդներ ջան, այ վատա որ մենակ եմ, որ Էլենը կողքս չի նկարում, ես մենակ եմ։ Սմբուկները կտրեցի, կլպեցի, կներեք։ Ձենս դեռ քաշված է, որ ասեմ տենց լիարժեք, լավացել ենք, սուտ կլինի, չեմ կարող խաբեմ։
կոկորտը մի քիչ են որ ասում ցավում է ժողովուրդ ջան, հələ լավ լավացած չենք, բայց աստիճանաբար։ Հիմա Էլենս միջև երաշտական գնալը, Էլեն ջան, մի հատ իմ համար կոֆիկ սարքես, իմ աղջիկ։ Ինքան դժվար է, որ Էլենը նկարահանման ժամանակ հետս չի։ Իրոք մենակ շատ դժվար է, չգիտեմ։ Չեմ կարողանում, ոչ ինչքան էլ ճիշտ է փորձում եմ, ուզում եմ նկարեմ, մի բան թերի է լինում։ Բայց որ Էլենը իմ հետ է լինում, ամեն ինչ լավ է լինում։ Դե այն էլ Էլենս, եթե պիտի ամեն օր նկարահանում անի, ինքն էլ չի կարա հասցնի իր դասերը, իր երաժշտականը, որ իր համար առաջնայինն է։ Դե մի հատ է իմ աղջիկ։ Ոյ նախշունը, իմ աղջիկս էլ է, մի քիչ լավ է, որ ասենք շատ լավ է չէ, ժողովուրդ ջան, բայց ոչինչ։ Չեմ թողում շատ երգի, որովհետև կրկին Էլենս համերգ ունի նոյեմբերին, չեմ ուզում շատ երգի, որ այդ իր ձենը պահպանվի, չվնասի ձայնալարերը։ Այդ հիվանդ ժամանակ էլ հանգիստ չի լինում, պարկաստեղը երգում է։ Ասում եմ Էլեն ջան, ձենդ, Էլեն ձենդ, չի կարում, անդադ երգում է։ Վերջացրեցի արդեն, կտրեցի, մաքրեցի ժողովուրդ ջան, հիմա ուզում եմ աղանեմ, թողնեմ թուլանա, հետո տանեմ դրսում ժարիտ կանեմ, խոհանոցում չեմ անելու, որպեսզի անելուց հետո մի ժամ էլ մենակ գազ եմ մաքրում։ Ապրես Էլեն ջան, դե ինձի բան կբերես, թզի չրից, հա, են այնտեղ գնանայիս զալը սեղանին։ Սիկ տնենք մի կողմ։ Հիմա սուրճս խմեմ, ներող կլինեք, խմեմ կադրից դուրս, հետո նոր կմիանամ ձեզ։ Առաջինը կղտեղը ժարից կանեմ, կղտեղից հետո արդեն սնդիկների ժարից կանեմ։ Պղպեղ ժարիտ եմ արել, բայց դեռ ունեմ էլի ժարիտ անելու, հիմա թավայի մեջ է, սա բերեցի խոհանոց, տակնել եմ ամանները, որպեսզի ձեթը քամվի ամանի մեջ։ Թզի ծառի տակ եմ ժարիտն անում, հələ թզերը։ Ինչ լավն է, կարմիր, որ վերջնը արդեն համով է։
Վերջացրեցի, բերեցի արդեն խոհանոց, վրան նորից մի քանի հատ էլ պղպեղ ավելացրեց, հիմա կթողեմ կսառի, հետո կլցնեմ փոքրիկ ամանների մեջ, նոր կդնեմ սառցարանում, բայց մի քանի հատ վերցնեմ ուտելու, նենց լավ սմբուկ էր, ես էլի ունեմ այսպես դրած սառցարանում, արել եմ, բայց չեմ նկարել, բայց սմբուկները լավը չէր, որ ճիշտն ասեմ, իրոք լավը չէր, սերմոլ սմբուկ էր, էսի շատ լավն էր, շատ դուրս եկավ, ափսոս, որ քիչ վերցրեցի։ Բայց սառցարան դնելուց առաջ սրանք պետք է այս բիբարի կեղևները մաքրեմ, անպայման մաքրեմ, նոր դնեմ սառցարանը, դե հիմա սա դնեմ մի կողմ թոսարի, ուզում եմ հաց դնենք, մի կտոր հաց ուտենք, հետո անցնեմ գործս։ Էլենն էլ եկավ երաշտականից, բայց Էլենի համար լոբի եմ սարքել, կարտոֆիլով լոբի։ Այս ժարիտ չի սիրում, ժարի տեղեն չի սիրում։ Իրա համար սարքել եմ, հենա եկելա փոխվում ա գա նստի հացի։ Այգուս պամիդորն ա, նայեք արդեն վերջն է, պիտի լրիվ քոլերը մաքրեմ, վրայի կանաչ պամիդորները հավաքեմ, մանր-մունր կա, իսկ մնացած արդեն հավաքեմ, չորանա, որ վառենք, արշոնագալը պիտի մաքրենք այգին, լավ մաքրություն պետք անենք, տունը, այգին, հարգելիներս, աշնան ու բոր կա։ Իսիք թթուն էր, որ դրել էր ուտելու խթայով, խառը թթու, այս մի քիչն ա մնացել, դե կաղամբ եմ արել, նորից կդնեմ, էսի դթմիկա, ծաղկակաղամբա, կանաչ պամիդորը, հիմա նորից կհավաքեմ, բերեցիր Էլեն ջան, հիմա նորից կհավաքեմ ու կդնեմ արդեն, դե գնա փոխվի արի Էլեն ջան, լավ անցավ դասը, պապայի ներկանչի թողա, փոփոխացա, ստիցես բերի,
սեղանի զարդը։ Ժողովուրդ ջան, մեր սեղանի զարդը պանիրն է ու մածունն է։ Ամեն ինչի հետ պիտի պանիրն ու մածունը սեղանին լինի, անկախ նրանից ուտենք, պիտի լինի։ Հիմա գնա մածունն էլ բերեմ։ Այնքան որ ուտելուց հետո կարող եմ մի փոքր 2-3 քթալ, ես մածուն ուտեմ, բայց մածունի սիրահարը շատ, ամուսինս, տղաս, պանիրը նույնպես։ Զարդը, ես նստում եմ ստեղ են սովնել դու բերել, ինչ լինի։ Իմ լավ հետևորդներ ջան, մազերիս չնայեք, մազերիս միշտ հավաքում եմ, հետաքրքիր է, էլի, որ միշտ այս կողմն է, հիմա այս սերն հավաքում։ Հիմա մի կտոր հաց ուտենք, ու ժավակեմ, ու հելնեմ արդեն լցնեմ ամանների մեջ տեղավորեմ, խոհանոցս էլ մի հատ լավ մաքրազարդեմ, որովհետև այսինց խառը վիճակ է խոհանոցը։ Դե մեզի բարի ախորժեմ, ձեզ էլ բարի դիտում, իմ լավ համով հոտով հետևորդներ ջան։ Այս կապրոնի ամանների մեջ եմ լցնում, հիմա առաջինը հիբարի կեղևները մաքրեմ, շերտությամբ դասավորենք ամանի մեջ։ Ուզում եմ իմանալ մեկնաբանություններում գրեն տեսնեմ, կան մարդիկ, որ հենց սենց ժարիտ արած դնում են սարցարանում հարգելիներս։ Ժարիտ իման բայադի եմ դնում սարցարանում։ Օգտագործելուց առաջ, որ պետք է օգտագործեմ, հանում եմ սարցարանից մոտ 2 ժամ թողում եմ ինքը հետա գալի։ Գալուց հետո, որ արդեն ինքը թուլանում է, իր ամանը փոխում եմ, այս կապրոնի ամանը փոխում եմ, դնում եմ միկրովալովկի մեջ, ուրիշ ամանով, ընդամենը 3 րոպե։ Տաքանում է, ոնց որ թարմ ժարիտ արած լինի։ Այնպես որ չեք փոշմանի, եթե անեք։ Իսկ եթե մենակ սմբուկն եմ դնում, պատահել է, որ մենակ սմբուկ եմ դրել։ Սմբուկն էլ անում եմ շատ ժամանակ ձու եմ ջարդում վրա, հանելուց հետո։ Հիմա նորից մի հատ էլ պղպեղը մաքրեմ։ Սենց որ կլեպով դնեմ, ուտելուց ժողովուրդ ջան լավ չի լինում, հեչ լավ չի լինում, դրա համար ավել լավ է սենց մաքրեմ, չհոգնեմ։ Երկու հատ աման եմ նախատեսել, բայց ունեմ 3 հատ էլ ունեմ սարցարանում, դե երևի արդեն բավական է։ Այսպես մի հատ էլ սենց դնեմ։ Հիմա նորից սմբուկ դնեմ վրան։
Այս առաջին նման արդեն բավական է։ Մի հատ ձեռքերս էլ սրտեմ, որ ցույց տամ։ Այսինքն ինքը արդեն սառած վիճակում է։ Հիմա բերանը կծածկեմ ու կդնեմ սառցարան հարգելի հետևորդներ ջան։ Այստեղ լոբի էլ ունեմ, մի քիչ էփել է, այս լոբիներ մնացել է, այս էլ հիմա կդնեմ սառցարանում։ Հիմա անցնեմ հաջորդ համարը։ Այս ցելոֆանը բացեմ։ Նորից ցելոֆան քաշեմ, նորից դնում եմ ցելոֆանի, որ լիդա սովորությունը դնում եմ, որ հանկարծ չգիտեմ, հոտ չտա, համ չտա, ամեն դեպքում նորից ցելոֆանի մեջ է հիմա կտանեմ ու կդնեմ արդեն սառցարանում, իսկ մի հատ է լոբի, որ ասել է լոբի էր ավելացել, սա է ճիշտ է, այդքան է շատ չստացվեց, ժողովուրդ ջան, բայց դե գործեր աշխատանք էր, որ արեցին, դե արդեն 3 հատ էլ ունեմ, դարձավ 5 հատ, ինձի բավական է, բայց լոբի ունեմ նորից դնելու, լոբի եմ ուզել, պետք է բերեմ, որ նորից 5 կիլո լոբի եմ ուզել, որ բերեմ, դնեմ սառցարանում, դե իմ լավ հետևորդներ ջան, շնորհակալություն բոլորիդ ասեմ, նախապես մեր հոլովակը դիտելու համար, շնորհակալություն ասեմ ջերմ ու բարի մեկնաբանությունների համար և բոլորիդ էլ ասեմ ամենալավն ու բարին և ամենակարևորը առողջություն։